Հարգելի բարեկամներ, հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչ Գևորգ Պետրոսյանը շատ կարևոր ուղերձով է դիմել ժողովրդին։ Վերջինս դիմել է հատկապես ամերիկահայերին, հանդես գալով նշանակալի հայտարարությամբ։ Պարոն Պետրոսյանը մի շարք բացահայտումներ է արել իր գոչում։ Լսեք մինչև վերջ պարզելու, թե ինչ է կատարվել իրականում եւ ինչ պետք է անի հանրությունը թույլ չտալու սպասվող վտանգավոր իրադարձությունները։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Խոսքս այս անգամ ուղղում են Ամերիկայի մեր հարգելի հայ համայնքին։ Նախ ասեմ, որ ինչպես գիտեք, տեղի է ունենալու Վարդան Ղուկասյանի հետ կապված դատավարություն։ Ես խնդրում եմ աջակցել Վարդան Ղուկասյանին։ Դե մենք այստեղից ֆիզիկապես չենք կարող աջակցել, բայց դուք այնտեղ կարող եք հավաքվելով դատարանի առջև աջակցել։ Գիտեք, ես Վարդան Ղուկասյանին անձամբ չեմ ճանաչում։ Մենք երբևէ չենք շփվել, բայց ես գտնում եմ, որ նրա գործունեությունը հայրենանվեր է։ Անկեղծ ասեմ, շատ անգամներ մեր մասնավոր քննարկումների ընթացքում, զրույցների ընթացքում ես քննադատել եմ իրեն առանձին անձանց վերաբերյալ իր կարծիքի, ընտանիքի անդամներին վիրավորելու հայհոյանքների համար, բայց բոլոր դեպքերում ընդունենք այն ճշմարտությունը, որ իր գործունեությունը հայրենանվեր է, կարող է առանձին անձանց համար ցանկալի չլինել, բնական է, ցանկալի չէ ընտանիքի անդամի վերաբերյալ հայհոյանք լսելը։ Կրկնում եմ ես բազմաթիվ առիթներով, որ առիթը լինի, ինքն էլ կխոստովանի, քննադատել եմ իրեն, բայց այնուամենայնիվ միակ մարդն է, որ այսօր անկաշկանդ քննադատում է այս իշխանություններին, եւ չունենալով Հայաստանում որևէ կենսական շահ, քննադատում է եւ ճիշտ է անում։ Այսօր խոսակցություններ են շրջանառվում, թե նրան հետապնդելու գործում խառն են նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Անկեղծ ասած, ես չեմ հավատում։ Այստեղ խառն է մի հոգի, ում սպառնում է Վարդան Ղուկասյանը։ Այդ մի հոգու անունը, ինչքան էլ զզվում եմ տալ, բայց Նիկոլ Փաշինյանն է եւ իր չկայացած դեսպան կոչվածի միջոցով։ Անուն ազգանունն էլ մոռացա։ Այնքան չի երևում մարդկանց մեջ, նա ոչինչ չի անում, դրա համար մոռացա։ Հենց սրա միջոցով է նախաձեռնել այդ գործընթացը։ Ես խնդրում եմ ձեզ, հարգելի ամերիկահայեր, այստեղ Վարդան Ղուկասյանի անձի խնդիրը չէ, սա ազատ խոսքը բանտարկելու խնդիրն է։ Փորձել են բանտարկել ազատ խոսքը։ Ես նորից եմ ասում երրորդ անգամ, այդ ազատ խոսքի մեջ, այո, կան ավելորդություններ, բայց ի վերջո ինքը այդքան համարձակություն ունի, քաջություն ունի այդ ազատ խոսքը հնչեցնելու, բայց մի մոռացեք, որ նա իր խոսքով նաև շատ հարցեր է լուծում այստեղ։ Շատ հարցեր, որ չեն կարողանում լուծել այսօրվա այստեղի անբան, անգործ ծրիակեր նախարարներն ու մանդատակիրները, այդ ՔՊ-ի կոչվածի, Լիլիթ Մակունց, հիշեցի այդ անգործ դեսպանը։ Տեսել եք, որ նա որևէ միջոցառման մասնակցի, որը Հայաստանի համար նպաստավոր լինի։ Այդ անգործների բանակն էլ այսօր հետապնդում է Վարդան Ղուկասյանին։ Նրա նպատակը Հայաստանում փորձել հաստատել օրինականություն եւ պատժել Հայաստանի սնանկացման, Հայաստանի արտաքին անվտանգության մեջ վնասակար ներդրում ունեցած, Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ վնասակար ներդրում ունեցած պաշտոնյաներին։ Ես ասել եմ ու կրկնում եմ, պետք չէ խորշել հայհոյախոս բարեգործներից, պետք է խորշել վնգստացող հաճոյախոսներից, իսկ այսօր դրանց պակասը մեր իշխանության մեջ չի զգացվում։ Հարգելի սիրելի ամերիկահայեր, ես ձեր ցավը տանեմ, նորից եմ կրկնում, մենք այստեղ Վարդան Ղուկասյանի անձը չենք սատարում։ Մենք ուզում ենք կանխել խոսքի բանտարկությունը։ Ամերիկան, որ հայտնի է իր ժողովրդավարական արժեքներով, խոսքի ազատությունը խրախուսելու իր մշտական դիրքորոշմամբ, կարծում եմ, որ այնտեղ ապրող մեր հարգելի հայերը պետք է անսան իմ խնդրանքին։ Խնդրում եմ նկատի ունեցեք, այն օրն մի կեղտաբանից դուրս եկած դուրս բրծուկ ինձ գրել է սայա դոցենտալի ձևա խոսում։ Արա լսի է։ Տանս տեղնել եմ ասել, ծարավ աղբյուր 55 դրոպ 5 շենք, ում էլ հարցնեք ցույց կտան։ Արա, բա հերնումերը տեն գրել միանձնյա երկու դասագիր, որով այսօր ամբողջ Հայաստանի Հանրապետությունում իմ գրած դասագրքով են աշխատանքային իրավունք կարդում։ Հերնումերը տեն, արա 50-ից ավել գիտական աշխատությունների հեղինակ։ Հերնումերը տեն դատարանում 24 տարի փաստաբանական գործունեություն իրականացվել եւ ոչ մի պարտված դատավարություն չունեմ իմ մեղքով։ Դե, էտա իրականություն, արա, բա ինձ դեպի ելնեմ խոսամ, մելը մի հատ ջութակ նվագեմ, սերենատ նվագեմ ու ժպտամ մեր ազգի դժբախտության վրա, այ կենթանի, համարդ գրի գամ, զանգեմ քեզ, արա ես համար չունեմ ի տարբերություն քեզ, ես հեռախոսը համար ունեմ, այ կենթանի, արա, այդ ով պետք է պատասխանի Ալիևի այդ հայտարարություններին, որ պետք է ձեր պատերազմի հանցագործները դատապարտվեն, նոր մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, արա այ անամոթ Դու չես կարողանում հասնես խաղաղության պայմանագրի։ Պայմանագիրը ասել եմ եւ կրկնում եմ, արա։ Դա հավասար մարդկանց միջև, հավասար կողմերի միջև է կնքվում։ Քո հետ ոնց կարան պայմանագիր կնքեն։
Ոչ մի գործարք քո հետ չի, 10 դրամ քեզնից չեն կարող ուզեն ու ակնկալեն, որ դու պարտաճանաչ կվերադարձնես։ Այո, անամոթ։ Դու ինչ գործ ունես, արա Փարիզի քուչեկում մեծանիվ քշես։ Բայց մեկ պատասխան դու, բայց դու հելնում ես մեծ բերանը տափարցապր բացում ես ես Հայաստանի ղեկավարն եմ։ Հա, արա։ Բա ղեկավարն ես, քո թշնամի պետության ղեկավարը, քո դեմ նոր փաստեր ա դնում։ Մեր ազատամարտիկներին ասում ա պիտի տանես որպես պատերազմական հանցագործ դատես, որ նոր քո հետ մենք կնքենք խաղաղության պայմանագիր։ Արա դու գիժ ես, վաբշել, լսի, Նիկոլ, բույս։ Եթե գիժ ես, ասեմ քեզ, որպես իրավաբան հուշեմ։ Գժանոցներ կագրած մեր կողքն ա։ Կարաս գազ, ես այդ տնօրենին խնդրեմ քեզ տեղավորենք, համեր քո գործած մեծ մեղքերից հետագայում կազատվես։ Այդ քո ծանր հանցանքներից, որպես անմեղ սունակ։ Դու աննորմալ ես, արա ինչ հեծանի, վարա։ Բանուգործ չունես դու։ Միլիոնանոց սեղաններ եք գցում մարդկանց զորով զաստավիտով բերում եք, որ սեղանին նստեն փող փակվեն։ Արա, вообще ինչով եք դուք զբաղված։ Հա, արա։ Այ բույս։ Արդեն ասեցի բույսը ինչ է։ Այս տխրահարճակ օրենքը էլ չեղարկել դու արա, քանի ուժի մեջ չի մտել։ Փաստաբանների հարկերի ավելացումը։ Ժողովուրդ, հարգելիներս։ Ինձ մեկ-մեկ մեղադրում են կոպիտ խոսելու համար։ Հասկանում եք, բայց ես չեմ կարող երկեցիկ տոնով խոսել այս ամեն ինչի մասին։ Որովհետև իրոք պետությունը տանում են կործանման, ժողովրդին տանում են սնանկացման, վերջնական կործանման են տանում։ Փաստաբանների հարկը, որ ավելացնում ես, այ տղա, այ բույս։ Դու հաշվարկել ես դրա հետևանքը ինչն է։ Դա այն է, որ մարդիկ, եթե այսօր, ասենք կոնկրետ այս կամ այն փաստաբանի ծառայություններից կարողանում էին օգտվել, ասենք օրինակ, չգիտեմ, պայմանական թիվ եմ ասում, ասենք 200,000 դրամով 300,000 դրամ են վերցնել, որովհետև դու չկարողանալով ունենալ հեղինակություն, այն որ խափում ասում է իրա բույս, որ ասում է ես հենց գամ իշխանության, դռան հետևում կանգնած են օտար երկրան ներդրողները, բա ուր են արա այդ ներդրողները, ընկել ես էլի ժողովրդի ջանին, հարգելի ժողովուրդ, սա կեղեքի չէ, սա թալանչի է, ամենամեծ թալանչին է հայ ժողովրդի պատմության մեջ։ Ես որևէ ղեկավարի ոչ արդարացնելու ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն ունեմ, ոչ այդպիսի հանձնարարություն ունեմ։ Ինձ մենակ մի հոգի կարա հանձնարարական տա, բայց տվել է արդեն ի վերուստ, Աստված, որ վարվեմ իմ խղճով։ Եվ ես կատարում եմ այդ հանձնարարականը։ Սա անգել է ժողովրդի ջանին, ձեր ջանին անգել։ Մեծացնում է ձեր պարտավորությունները։ Ձեզ է կեղեքում, նկատի ունեցեք, խնդրում եմ, հարգելի ժողովուրդ։ Ես իր անձի նկատմամբ ոչինչ չունեմ, բայց ինքը ամեն ինչ ունի բացասական մեր ազգի դիմաց եւ հետեւողականորեն իրականացնում է պանթուրքիստական ծրագիրը։